Գլխավոր տարբերությունը իհարկե Տիտոսի անհեր լինելն է, որ ինքն է որոշում գնա Երևան, էլի։ Թումանյանի մոտ այդ նեգատիվ պահեն է, որ այդ երեխան ընդհանրապես չի ուզում։ Թեման իհարկե նույնն է, որ գնաս աշխարհը ճանաչես, Ռևան հասնես, Թումանյանի դեպքում աշխարհի կենտրոնը Թիֆլիսն է, այստեղ աշխարհի կենտրոնը արդեն Ռևանն է, որովհետև հիշում եք, չէ, ուրիշ ժամանակն են, 28 թիվն է։ Արդեն Երևանը քաղաք է։ 28 թիվը խորհրդային կարգերն են, Երևանը մայրաքաղաք է, զարգանում է գնալով, էլի։ Ինչ որ իմաստով նաև ալեգորիկ պահ կա այստեղ իհարկե, ծեծված որբ վիճակը, իհարկե պատկերացնում ենք էլի թվերը, մեկ պատկերացում ունենք, որ ասենք օրինակ 15 թվին եղավ ցեղասպանություն ու այդ ամեն ինչը ոնց որ 28 թվին ավարտված վիճակ են պատկերացնում մարդիկ։ Բնականաբար այդ ճակատագրերը շատ մարդկանց այդպեսին են եղել։ Ընդհանուր պետության նաև կարելի ասել ճակատագիրն է այդպեսին եղել ու Բաքունցը այստեղ ցույց է տալիս որպես ալեգորիա նայենք Տիտոսը ինչ որ իմաստով նմանա Հայաստանին։ Այդ որբ վիճակը հեր չունի, մերն էլ ամուսնացել է ուրիշի հետ, ոնց որ էլի թողել է անտեր։ Այսինքն դու քո ճակատագրի տերն ես, Հայաստան ջան, տես ինչ ես անում, էլի, ինչքանով կունենաս մղում, ուր կհասնես, ճանապարհին իհարկե քեզ կխաբեն, կգցեն, կընկնես վատ վիճակների մեջ։